Բարի երեկո հարգարժան հյուրեր, ես ուզում եմ ներկայացնեմ մի ունիկալ կառույց, որը խորհրդային տարիների սկսվելու ժամանակից առ այսօր միակն է Կովկասյան տարածաշրջանում եւ հանդիսանում է փողային գործիքների, փողայինների օրրանը։ Տվել է բազմաթիվ աշխարհին մեծ երաժիշտներ, չեմ թվարկելու ժամանակաշիների, ես պետք է նշեմ մի բան, որ սա մեծ հաջողություն է փոքր ազգին ունենալ մեծ երաժիշտների մի խումբ, որը հետագայում պետք է համալրեն մեր հասարակությանը։ Ներկայացնեմ, որ 30-ականներին ծրագիրը այնպիսին էր, որ խառնաշփոթի մեջ, երբ որ նոր էր ձևավորում շրջանը խորհրդային միության, հավաքվեցին այն փողոցներից հավաքվեցին այն երեխաներին, հավաքագրեցին երեխաները, ովքեր որ ծնողազուրկ էին եւ իրենցից նպատակը այն էր, որ փողային գործիքներ սովորելիս ստեղծեն փողային նվագախմբներ ողջ Սովետ միության շրջանում։ Դա ժամանակի ընթացքում բնականաբար տասնյակ տարիներ յուրաքանչյուր իր տասնամյակը իր շերտն էր դնում դպրոցի պատմության մեջ եւ ինքը ժամանակի շրջանում փոփոխության էր ենթարկվում եւ զինվորական նշանակությունից դուրս էր գալի դառնալով զուտ երաշտական տարածաշրջանում գտնվող ազգերին գտնել հայթայթել այն մտավոր եւ կարողունակ երաժիշտ երեխաներին տալ հնարավորություն մասնագիտանալու իբրև փողային եւ համալրվելու լավագույն նվագախմբերը, որոնք որ կային այդ տարածաշրջանում։ Դուք տեսնում եք մի վայր, որ ինքը ընդգրկված է, երրորդն էր ինքը խորհրդային միության մեջ Մոսկվայից եւ Լենինգրադից հետո երեխաները արժանանում էին բախտի իբրև լավագույն կատարողներ այցելելու արտեկ հանգստանալու։ Յուրաքանչյուր սեզոն կլիներ Մոսկվա, կլիներ Լենինգրադ, դա պարտադիր էր մեր ներկայացումը։ Մեծ անկումից հետո, որը տեղի ունեցավ բնականաբար անկախացումից հետո, դա բնորոշ էր բոլոր սֆերաներին, մենք հաջողություն ունեցանք ճիշտ ընտրելով ղեկավարություն, ռազմավարական մի նշանակություն մի ծրագիր ընդգրկեցինք, որ պետք է երեխաներին վերադարձնենք հասարակության եւ այն գործիքները, որ մեռնում են այսօր մենք զանգ ունենք դպրոցներից, որ վաղը ֆիլհարմոնիկը կարող է փակվի կամ Չինաստանից պետք է մարդ հրավիրենք, այսօր այս օրանում թերմվում են երեխաներ, որոնք որ լիովին արժանի են։ Սրանք այն միջազգային լաուրեատներն են, որ այս երկու տարվա ընթացքում ողողեցին պարզապես մեր հայ բեմը եւ պարզապես մեզ յախա էին կներեք, որ ես թուրքերեն բառը օգտագործում, բայց յախա էին տապտարի, որովհետեւ 1000 մասնակցից, որը Չինաստանից անգամ եկել էին, մենք անցյալ տարի եթե 15-ից 11 անձը նվաճումներ բերեցին, այս տարի 16-ից 15-ը այն գործիքները, որոնք որ բավականին մեծ մրցակցություն անցան, 16-ից 15-ը առաջինից 5-րդ տեղերը մենք վերցեցինք։ Այսինքն սա ոչ թե մի Երևանի պատմություն է, սա Հայաստանի եւ Արցախի պատմություն է։ Երեխաների սերունդը, դժվար ընտանիքներից, ծանր ընտանիքներից ծնողազուրկ երեխաները գալիս են ստեղ, դառնում են լիակատար, լիարժեք հասարակության անդամ եւ դուս են գալի մեծ բեմեր։ Սա մեր վերջի այցելությունն է, սա մենք Գանձասարում ենք, ուրեմն պաշտպանության նախարարությունը գտնելով ճիշտ ծրագիրը հավանության արժանացրեց եւ 60 երեխա մենք 80-ից կրճատեցինք 60, որովհետեւ հիմա զբորերի այդ շրջանն է եւ չկարողացան ավել տրամադրեն ավտոբուս, երեխաներ 60 երեխա, երեչախումբ, նվագախումբ, այդ ժողովրդի անսամբլ այցելեցին ման։ Խնդրանք ունեմ ուշադրություն դարձեք այս երեխային։ Ինչի համար պատկերվածն եմ նշանակում։ Հարցեցի իրեն, մտածում կսայներ թե ինչ ես ասծոց, հավանաբար եւս շրջագայություն ինչ-որ բան, ասեց ոչ, ասում ես խնդրեցի, որ կարողանամ նորից ձեռք տեսնեմ իմ մորս, այսինքն իմ ձեռբեր մայրը հիվանդ էր եւ ինքը հույս չուներ, որ պետք է տեսնել, ես դրանից հետո ունակ չեմ ասելու, որ երբևիցե հասուն մարդը ավելի խորամիտ է, քան երեխան։ Այս մեր անձնակազմը ես իրենց բանձիտներ եմ հավանում, սա Ռեսպուբլիկա Շկիդն է, որը եկել է գնացել է հաղթանակել է եւ Բոնապարտի բառերը օգտագործով ասել գնա եւ հաղթանակիր։
Այսինքն պայծիմ պրինիսի не победу, սա ուրիշ տարբերակ չկա։ Մենք Արցախի զինվորականներին կարողացանք ամբողջ Արցախը համարյա ոտնատակ անելով բոլորին բարձրացնելու տրամադրությունը։ Այստեղ քուր եղբայր հանդիպեցին մեր շրջանավարտն է, որ հիմի ղեկավարում է այդ գնդի երաշտանոց, այսինքն փոքրիկ մի խումբը, որ փողայներով է համալրված։ Եվ ասեն, որ որտեղ որ մենք գնացինք եւ որտեղ որ եղբայր կամ քույր կամ այտենց կարողացան իրար հանդիպել, 10 օրով ազատում էին, դա մեծ նվաճում էր մեր համար։ Բախտ մեզ վիճակվեց, որ մենք մեր բանակայինների նվագը պատրաստեցինք եւ շքերտը որ կայացավ ունակ եղանք ինքներս սա տանելու եթե առաջ մենք ընդամենը ներկա էին գտնվում այս ամենը մենք կկարողացանք արժանանալ Ղարաբաղի պաշտպանության նախարարության կողմից բարձր գնահատականի որովհետեւ երեխաները իրոք շատ բարձր պատրաստակամությամբ էին պատրաստված իրենց շրջագայության իմաստը այն էր որ այն ոգեշնչությունը որ իրենք ունեն որ տեսնելով այն աշխարհը որ իրենցն է ի վերջին ուրիշին չէ իրենցն է փոխանցել մեր զինվորներին որ իրենք հոգեպես պատրաստ լինեն ամուր լինեն յուրաքանչյուր պահին պատրաստ լինեն զենքը բարձրացնելու այստեղ Շուշին է յուրաքանչյուր վայր մենք մի ինչ որ մի փոքր հետ թողեցինք հուշարձանի մոտ փորձեցին երեխաները քոչարի նվագել մեզ եւս բախտ վիճակվեց երկու անձի հանդիպելու մեկը որ սիրված ժողովրդի կողմից Պարքև Սրբազանն է Արցախի առաջին օրդը օրդնություն ստանալու եւ շփումը գործելու եւ իր կողքին այն կողմից աչքևում գտնված Արկադի Կարապետյանը որը առաջի հրամանատարն էր հայոց այսինքն Արցախի բանակի լեգենդար ագոն եւ մեր եզրափակումը իպես հաղթական մի համերգ տեղի ունեցավ Պիտաչոկ ասված մի վայրում Ստեփանակերտ որը կենտրոնն է հա նշում երեխաների ուրախությունը զարմանքը մեծ էր եւ հուսամ համագործակցությունը հետագայում իրենց հետ սա է իմ նպատակը որ երեխաները համագործակցեն այլ ոչ թե մնան դոփվեն եւ կանան չգիտեմ այսպես